Փաշինյանն ասում է, որ քաղաքացիները չանհանգստանան այդ Ռուսաստան արտահանումների հետ կապված, ասում են ոչինչ, դուք այդ մի ավտոբիբարի համար մի անհանգստացեք, մենք կսուբսիդավորենք, դուք կարևորը գնացեք մեզ ընտրեք եւ դա համարում են խաղաղությանը տեր կանգնել։ Ըստ ձեզ, Փաշինյանի կառավարությունը կարող է այնպես անել, որ այս ճգնաժամում գյուղացին չտուժի։ Իմ պատկերացմամբ ինքը թվաբանությունը շատ հեռու է եւ չի տիրապետում, թե ինչ ցավալի արտահանումներ են գնում Ռուսաստան գյուղարտադրանքի։ Հայաստանը ոչ այդ փող ունի, ոչ ինքը այդ հնարավորություն ունի կոմպենսացնելու։ Իդեպ մի քանի օր առաջ հակառակն էին ասում են տեխնիկական հարցեր են, սա հարցերը լուծվելու են։ Մի հայտնի էկոնոմիկայի նախարար ունի ֆուրեր հաշվող։ Նա ասում էր ընդհանրապես հարց չկա, սա հարցերը լուծված են։ Նաև ասում էր դեպի Եվրոպա արտահանումները կշատացնենք, միանգամից գյուղացին չի տուժի, որոշ քպականներ էլ ասում են ավելի լավ տեղացիներ։ Այդ մարդիկ ուղղակի գաղափար չունեն, ինչ է նշանակում Եվրոպա գյուղարտադրանք արտահանել։ Մոտակա 10 տարում չեն կարողանալու արտահանել ոչինչ Եվրոպա։ Շատ երկար, շատ դժվար ընթացակարգեր են։ Եվ եվրոպացի ֆերմերները ընդհանրապես չեն թողնում, որ որևէ մեկը այսպես մուտք գործի այդ շուկան։ Շատ դժվար հարց է։ Մեդվեդևը նաև ասաց, որ Փաշինյանը ուզում է շարունակել օգտվել ՀԱՏՄ-ի բոլոր բարիքներից, մինչև իրեն կկանչեն, այսպես ասած, ԵՄ։ Շարունակում է օգտվել մեր Ռուսաստանի տված բոլոր հնարավորություններից, գազից, եւ նաև Պեսկովն էլ նշել էր, որ մինչև դեկտեմբեր արդեն պետք է քննարկվի Հայաստանի եւ ՀԱՏՄ-ի հարցը վերջնական կասեցնելու հարցը։ Եթե չեմ սխալվում, այսօր ինձ ուղղակի ուղարկեցին, ասեց, որ իբրև ՀԱՏՄ-ի մյուս անդամ երկրները սատարում են Հայաստանի Եվրոմիության անդամակցին, ոչ թե սատարում են, այլ ասում են կողմնորոշվի, կամ ստեղես կամ ընդեղ։ Ռուսաստանի ասած ուղղակի հետևյալն է, ասում են, որ իրենք պատրաստ չեն ֆինանսավորել Հայաստանի ճանապարհը դեպի Եվրոմիություն։ Գնացեք որտեղից ուզում եք, ոնց ուզում եք այդ ճանապարհը ֆինանսավորեք։ Սա է, սա շատ կոշտ հայտարարություն է եւ ըստ էության վերջնագիր է Հայաստանի համար։ Գյուղատնտեսությունը ոչ թե անկում է ապրելու, աղետ է լինելու գյուղատնտեսության համար եւ գյուղացիներ պետք է որոշեն։ Հիմա դուք ասում եք ինչ անեն։ Քվերկեն Նիկոլի դեմ։ Ոդի մի մարդ որ էս աղետը բերեց, հիմա երկրորդ աղետն է բերում։ Իսկ դուք ինչ կառաջարկեք այս իրավիճակում, ինչպեսի լուծում։ Քաղաքականության կտրուկ փոփոխություն։ Լուծումը մեկն է 7-ին մերժել Նիկոլ Փաշինյանին։ Պարոն նախագահ, Արցախի հանձնման եւ 44-օրյա պատերազմի ժամանակ այդ իրողությունները դուք այսպեսի գնահատական տվեցիք, ասացիք, որ եթե Նիկոլ Փաշինյանը գործող կառավարությունը լիներ Թուրքիայի գործակալ, կաներ ճիշտ այն, ինչ արեց։ Ինչ եք կարծում այս իրավիճակում եւս Թուրքիայի գործակալը նույնպես կբարներ։ Նույնպես ուղղակի սպանում են Հայաստանի գյուղատնտեսությունը, ենթադրաբար թուրքական ապրանքների համար ճանապարհ բացելու նպատակով։ Այլ բացատրություն այս ամենը ուղղակի չկա։ Կամ մարդիկ պետք է իսկապես ինչ-որ մոլուսկով տարապեն անպայման sense հետևից ընկեն մեր ժողովրդի, գյուղացիների կամ իսկապես կատարում են հրահանգ։ Միգուցե ավելի մոտ է հենց երկրորդ տարբերակը։ Եվ դա ուղիղ կախման մեջ կդնի փաստացի Հայաստանը Ադրբեջանից եւ Թուրքիայից, ճիշտ եմ հասկանում։ Ոչ թե կախման մեջ։ Ինքը որ sense կզացած վիճակում է, ինքը ուզում է նաև ամբողջ մեր գյուղատնտեսությունը, մեր տնտեսությունը կզացած վիճակում լինի այդ երկրների առջև։ Սա է։ Նաև երեք տեղի ունեցավ հեռախոսազանգ Նիկոլ Փաշինյան եւ Վլադիմիր Պուտին, ինչից հետո միգուցե այս իշխանությունը փորձում էր դա շահարկել, որ տեսեք մեր հարաբերությունները այսքան լավն են, բայց այսօր առավոտյան կոմերսանտը գրել էր, որ դա ոչ մի բան չի նշանակում եւ Ռուսաստանը չի փոխել իր վերաբերմունքը։ Հեռախոսազանգից հետո մի քանի ժամ հետո ուղղակի հայտարարվեց նոր սահմանափակումների մասին, գրեթե ամբողջ sense մրգային sense խումբ ապրանքների սահմանափակվեցին։ Ամբողջությամբ հայտարարվեց դա 3։ Ես կարծում եմ, որ հեռախոսազանգը եղել է, այսպես ասենք, բան էլի, sense ծննդի բան, sense ավելի շատ ֆորմալ ինչ որ զանգ էր։ Եթե նման զանգերը ունենալու են այսպիսի հետևանքներ,
Մենք բոլորս պետք է ուղղակի դիմենք, խնդրենք Փաշինյանին, ոչ մեկի հետ հեռախոսով չխոսա։ Եթե ամեն հեռախոսազանգ այսպիսի աղետների է բերում, մի խոսա էլ է, հերիքը։